Արմատի համայնքի Արմանի բնակավայրի Աշոտ Գևորգյան փողոց 15 փոխհամաս հարցերում նախատեսվող բազմապատասխան արձանագրերի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վերահսկողության բնականոն հաշվետվությունը։ Տեխնիկա-տնտեսական ցուցանիշները կառուցապատման մակերեսն առաջին հարկի հատկով կազմում է 3747 մակերես քառակուսի մետր, իսկ ընդհանուր կառուցապատման մակերեսը կազմում է 77500 քառակուսի, որը ընդորում 60 և 40%-ային հարաբերության մեջ է, այսինքն 60%-ը կառուցապատվում է տարածքի, 40%-ը կանաչապատվում է։ Իսկ կանաչապատման մեջ նաև ներառվում են նոր իրականացվող խաղահարակներ և ընդհանուր նախատեսվելու են նաև հարակից տարածքով անցուղիներ, այսինքն տարածքը բարեկարգվելու են ընդհանուր։ Համայնքի համաձայնեցնելուց հետո արդեն իրականացվեն նաև կանաչապատման աշխատանքները, որ նախագծի իրականացման սկզբին և ընթացքի և ավարտական փուլերում այս կամ այն ձևով շոշափում են մեր իրավունքներն օրինական շահերը և մենք հարցեր ենք առանձնացրել։ Ուղղակի առաջին հարցը ուզում եմ բարձրացնել հարկայնության հետ կապված, չգիտեմ ձեզ եմ ես հարցեր ուղղում։ Նախաձեռնողում, որտեղ մենք բնապահպանական մասի պատասխանատուներն ենք, նախաձեռնողում բոլորը պատասխանի դրա հետ կապված։ Ադամյան չէ, Ադամյան վերածում, պարոն Ադամյան, ինչ է չափորոշիչներով է առաջնորդվել, որ ընտրել եք հենց 16 հարկ և 15 հարկ, իրականում օրենսդրության մեջ կան չափորոշիչներ, խնդրում եմ կամ ընդհանրապես ինչն եք հաշվի առել, որ հենց ընտրել եք այդ հարկայնությունը, ինչու չեք դիտել օրինակ 6 հարկ, օրինակ 8 հարկ, կամ 12 հարկ, հենց ընտրել եք 16 հարկ, կամ 15 հարկ։ Մենք մեր սեփական մոնիտորինգում հաշվարկներն ենք արել, հղումանալով հիմնվելով օրենսդրության օրենքի պահանջների վրա, այ օրինակ դուք որ ընտրել եք 16 հարկ և 15 հարկ, մեր կարծիքով, էլի ասում մեր կարծիքով, որովհետև մոնիտորինգը իրականացում դաշնական պատասխանը շնորհել եզրակացության դրաստում։ Մեր կարծիքով այդ կառուցապատման խտության գործակիցը արդեն իսկ խախտված է։ Ճարտարապետը հատկագործային առաջադրանքով տրված է 0.5, օրենքի պահանջով տրված է 1.6, բայց մենք ստանում ենք 5.8 գործակից, այսինքն դուք օրենքի առավելագույն պահանջով մեր կարծիքով արդեն 3.6 անգամ խախտված է նորմը։ Ուրեմն հաջորդ հարցը ուզեի բարձրացնել կապված է ավտոկայանատեղիների և մեքենաների խցանումների հետ։ Դուք նշել եք 513 բնակարան, ճիշտ է, տարածքում, որի համար նախատեսվել է 292 տրանսպորտային միջոց։ Տեսեք, մեր ժամանակակից հաշվարկներով ամեն ընտանիք միջին հաշվարկով, ամեն դեպս մեր հաշվարկները դա ցույց տվող շահագործում է 1.5 միջինացված տրանսպորտային միջոց։ Տեսեք 513 բնակարանի համար նախատեսված տրանսպորտային միջոցները, եթե ցուցանիշով առաջնորդվում, 700-ը անցնում է, 770 ստացվում, բայց ես ասում եմ 700։ Անում եմ ձեր 292 ավտոկայանատեղիները տարբերությունը դառնում է մոտ 400։ 400 տրանսպորտային միջոցները որտեղ պետք է անեն, մենք իրոք մտահոգ ենք այդ հարցով միջոցներում։ Առաջանալը ամենօրյա կենցաղային բնույթի վեճ է եւ այլն, այս հարցերով մեզ մտահոգ ենք։ Խնդրում եմ նկատի ունեցեք։ Երրորդ հարցը, որ մեզ հետաքրքրում է, դա ինստալյացիայի հետ կապված հարցն է, արևի լույսի լուսավորության սահմանափակում, արևի լույսի լուսավորության այս հարկայնության դեպքում կոնկրետ խախտված է։ Եթե լինի ենթադրենք 5 հարկ 6 հարկ, ենթադրում եմ, որ խախտված չի լինի նորից փոխվածականություն ինքը որոշի։ Կառույցների և ամբարձիչների շահագործում։ Սա շատ լուրջ հարց է, որովհետև իրոք սա արդեն շոշափում է մեր իրավունքները, չեմ կարծում, որ տարածքը այնքան մեծ է, որ կառույցի աշխատանքային հատված է, ռուսերեն կոչվում է ստռելան, ռուսերեն բառի համար, այդ ստռելան անցնում է մեր բնակելիքան օդային տարածքով Եվրոպամասի, որը անթույլատրելի է։ Շնորհակալություն անցնենք հաջորդ հարցին, 6-րդ Պետրով Շահումյան առաջին Լևանսկի կողմից ճանապարհ բացելու հետ կապված հարցը։ Տեսեք, դուք նախատեսել եք նախագծով և բնական հաշվետվության մեջ հետո, որ Շահումյան առաջին Լևանսկի կողմից բացել եք ստոր գետնի ավտոկայանատեղիների համար մուտք և առաքողներ տրանսպորտային միջոցների համար եթերոքեցան ճանապարհ։